Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1174-րդ օրն է։ Գիտեմ, որ անհամբերությամբ սպասում եք նորություններին Ռուսաստանի հետ բանակցությունների վերջին զարգացումների մասին։ Թրամփը Ռուսաստանի կողմից հրադադարի մերժման պատճառով պատժամիջոցներ կիրառելու փոխարեն գնաց Կրեմլի պահանջներին ընդառաջ եւ պահանջեց Ուկրաինայից մասնակցել բանակցություններին Թուրքիայում առանց հրադադարի նախապայմանի։ Իսկ Զելենսկին, ինչպես գիտեք, ուղղակի ասաց, որ սպասում է Պուտինին անձամբ Ստամբուլում, թող գա անձամբ խոսելու։ Ինչպես գրել էի Facebook-ում երեկ, պատրվում է այնտեղ, որտեղ բարակ է։ Թրամփը կրկին հետքայլ արեց հրադադարի հասնելու փոխարեն, հիմա պարզապես հանդիպում է պահանջում Ստամբուլում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարեց, որ սպասում է հրադադարի մեկնարկին մայիսի 12-ից եւ անձամբ սպասելու է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին։ Մեջբերեմ, մենք սպասում ենք վաղվանից լիակատար երկարաժամկետ հրադադարի դիվանագիտությանը հող պատրաստելու համար։ Սպանությունները երկարաձգելու իմաստ չկա։ Ես կլինեմ Թուրքիայում սպասելով Պուտինին անձամբ։ Հույս ունեմ, որ այս անգամ ռուսները չեն փնտրի արդարացումներ, թե ինչու չեն կարող գալ, ասել է Զելենսկին։ Ամենահետաքրքիրը այն է, որ հենց Թրամփն է Ուկրաինայից պահանջել աջակցել Պուտինի Թուրքիայում բանակցությունների առաջարկին, թերևս նույնիսկ իր խորհրդականները դա չէին սպասում։ Թրամփի ներկայացուցիչ Քիթ Քելոգը ընդամենը մի քանի ժամ առաջ նշել էր, որ սկզբում պետք է լինի 30-օրյա հրադադար եւ միայն դրա ընթացքում կարող են տեղի ունենալ բանակցություններ։ Ես դեռ երեկվա եթերում ասացի, որ Թրամփի դիլետանտիզմը մեծ վտանգ է դաշնակիցների համար։ Թրամփը պոպուլիստ է, միայն սոցցանցում մի գրառման համար պատրաստ է խաղալ ազգերի եւ մարդկանց ճակատագրերով։ Նա նույնիսկ հասցրել է փչացնել հարաբերությունները Ամերիկայի վաղեմի բարեկամ, մշտական բարեկամ Իսրայելի հետ եւ ընդամենը Թրամփի իբր խաղաղարար պահվածքով։ Ամերիկայի եւ Իսրայելի միջև լարվածությունը միայն աճում է, մինչ Թել Ավիվը շարունակում է հարձակումը Գազայի հատվածում, որը փաստացի շրջափակման մեջ է։ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Համասի հետ հրադադարի եւ մարդասիրական օգնության վերականգնման շուրջ։ Վերջերս Թրամփի հատուկ դեսպան Ստիվ Ուիտկոֆը, որին ես Վիցկով եմ ասում, նույնիսկ հայտարարել էր, թե իբր Իսրայելը չի ցանկանում ավարտել պատերազմը Գազայում։ Իսրայելի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նիստում վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը ամենայն հավանականությամբ ստիպված կլինի հրաժարվել Ամերիկայի կողմից տրամադրվող ռազմական աջակցությունից։ Նա այդ որոշումը համեմատել է Իսրայելի 90-ականներին Ամերիկայի քաղաքացիական օգնությունից հրաժարվելու հետ։ Մեջբերեմ, ես այն ժամանակ ասացի, որ այս քայլը եւ մեր տնտեսական քաղաքականությունը կբերեն Իսրայելի զարգացման, եւ դուք տեսնում եք, թե որտեղ ենք մենք այսօր, նշել է Նեթանյահուն, ակնարկելով Իսրայելի բարվոք կյանքը։ Եթե Թրամփը կարողանա փչացնել հարաբերությունները Իսրայելի հետ, դա կլինի իր կյանքի ամենաթանկարժեք, ես կասեի, սխալը։ Բայց թվում է Թրամփը ապրում է ինչ-որ երազային իրականության մեջ։ Նա հազվադեպ է որևէ adekvat բան ասում քաղաքականությունից կամ նույնիսկ տնտեսությունից, չնայած իրեն բիզնեսմեն է համարում։ Վերադառնալով Զելենսկուն, ասեմ, որ սա հստակ խաղադրույքների բարձրացում է։ Երբ Պուտինը խոսում էր Թուրքիայի բանակցությունների մասին, նա նկատի չուներ, որ անձամբ է մասնակցելու դրանց։ Նման դերերի համար Պուտինը այլ կերպարներ ունի։ Սա իմ կարծիքն է։ Հիմա ձեզ կներկայացնեմ ուկրաինացի փորձագետ Վլադիմիր Ֆեսենկոյի կարծիքին։ Մեր լսարանը լավ ծանոթ է Վլադիմիր Ֆեսենկոյին։ Ֆեսենկոն իմ հետ համակարծիք է սկզբի մասով, ըստ նրա Զելենսկու Ստամբուլում անձնական հանդիպման առաջարկը զուտ տակտիկական նշանակություն ունի։ Մեջբերեմ, այժմ ականատես ենք լինում խաղաղ բանակցությունների շուրջ տակտիկական պայքարի սրացման, եւ Պուտինը եւ Զելենսկին իրենց նախաձեռնություններով փորձում են միմյանց բերել բանակցային լարավիճակի։ Չգիտեմ ռաստիաշկա բառը որպես լարավիճակ ճիշտ է թարգմանել արհեստական բանականությունը, թե ոչ։ Խոսքը ռաստիաշկայի մասին է։ Ռաստիաշկայի բերելով հակառակ կողմը մղվում է դեպի բանակցային թակարդ։ Զելենսկին կտրուկ բարձրացնում է բանակցային խաղադրույքները։ Եթե Պուտինը հրաժարվի, նշանակում է նա չի ցանկանում բանակցություններ, ինչը կարող է նրան ներկայացնել որպես պարտվող Թրամփի աչքերում։ Թերևս թե ինչպես է Թրամփը ընկալում այս ամենը, դա նաև մեծ հարց է։ Մեր լոգիկան եւ Թրամփի լոգիկան շատ տարբեր են։ Սա իմ կողմից ավելացրեցի։ Շարունակեմ ցիտել Ֆեսենկոյին։ Պուտինը կգնա արդյոք Ստամբուլ։ Միգուցե միայն այն դեպքում, եթե անձամբ ու համառորեն նրան դրա մասին խնդրի Դոնալդ Թրամփը։ Ֆեսենկոյի կարծիքով հենց Թրամփն է այժմ գլխավոր շարժիչ ուժը
ուժը բանակցությունների շուրջ ընթացող ինտրիգի մեջ։ Նա արդեն հայտարարել է, որ իր հաջորդ գրառումը սոցիալական ցանցում լինելու է պատմական։ Իհարկե, իմանալով նրա հակվածությունը ամեն ինչ գերագնահատելու, մի փոքր վերապահումով կմոտենանք այդ հայտարարությանը, բայց մի բան հստակ է. Ամերիկայի նախագահը հենց հիմա անուղղակիորեն ազդում է ստամբուլյան բանակցությունների հետագա զարգացումների վրա, եզրափակել է Ֆեսենկոն։ Դե ինչ, շարունակում ենք հետևել զարգացումներին։ Այդ ընթացքում պատերազմը 3 դեռ շարունակվում էր եւ գիշերը շարունակվել է եւ 3 մեր զորքերը Կուրսկի մարզում խոշոր թիրախ են խոցել։ Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքը ենթարկվել է հրթիռային հարվածի, նախնական տվյալներով հարված է հասցվել Ռուսաստանի զինված ուժերի 40-րդ ծովային հետևակի բրիգադի տեղակայման կետին, գրանցվել են խոցում եւ ավերածություններ, մեր Telegram-ին հետևողներ ամենայն հավանականությամբ արդեն տեսել են։ Մինչ մնացած թեմաներին անցնելը հայտնեմ ցավալի լուր Հայաստանից, 3 հանկարծամահ է եղել հայտնի փորձագետ Արմեն Հովհաննիսյանը, մեր լսարանը նրան շատ լավ ճանաչում էր, մեր ալիքի հաճախակի հյուրները Արմենը, ցավով եմ հայտնում այս լուրը։ Արմենը իրոք շատ լավ մարդ էր, լավ մասնագետ, մեծ հայրենասեր եւ արդարության պաշտպանող։ Արմենի տեղը շատ կերևա, Աստված հոգին լուսավորի մեր ընկերոջ։ Վերադառնալով լուրերին, ասեմ, որ մեր հաղորդումը պատրաստելու պահին Պուտինը դեռ չի արձագանքել Զելենսկու Ստամբուլում անձամբ հանդիպելու առաջարկին։ Եթե օրվա ընթացքում Պուտինի արձագանքի մասին լուրեր հայտնվեն, մենք դրանք անմիջապես կհրապարակենք մեր Telegram-յան ալիքում, թեև կարծում եմ, որ լուրերը ցնցող էին Պուտինի համար, նա չէր սպասում, որ Զելենսկին անձամբ կառաջարկի հանդիպել Ստամբուլում։ Ճիշտն ասած, արագ պատասխան արձագանք չեմ ակնկալում, Պուտինը արդեն բաց է թողել արագ արձագանքելու ժամանակը, բայց մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում եւ ցանկացած արձագանք ձեզ կտեղեկացնենք։ Արագ լրահոսը ձեզ ներկայացնեմ, Եվրոմիությունը լրացուցիչ 900 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի զինված ուժերին, խոսքը վերաբերում է գումարներին, որոնք գոյացել են Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։ Իդեպ Ռուսաստանի մասին խոսքը գնաց, Վարշավան մեղադրել է Ռուսաստանին առևտրի կենտրոնը հրդեհելու մեջ, 24 թվականին մայիսին Վարշավայում գտնվող Մարիվիլսկը 44 առևտրի կենտրոնի հրդեհը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների պատվերով, այդ մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պնդում է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի ռազմական գործողությունների դադարին, մինչ պատերազմը ավարտելու հնարավոր տարբերակների շուրջ բանակցությունների սկսելը։ Գվարդիանն է անդրադարձել այս թեմային։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախաձեռնություն է ցուցաբերել, առաջարկելով Ռուսաստանի դիկտատոր Վլադիմիր Պուտինին անձամբ հանդիպել Ստամբուլում խաղաղ բանակցությունների նպատակով։ Ինչպես նշում է Գվարդիանը, այս քայլը ճնշում է գործադրում Պուտինի վրա, որը հազվադեպ համարձակվում անսպասելի ուղևորությունների, հատկապես այս թեմաներով։ Ուկրաինան չի ստացել որևէ ամերիկյան առաջարկ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս պահին շարունակվում են խորհրդակցությունները գործընկերների հետ, սակայն խոսքը միայն գաղափարների փոխանակման մասին է, ոչ թե կոնկրետ պլանների։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Եռմակը։ Ռազմաճակատում մարտերը շարունակվում են։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 155 մարտական բախում, գրեթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով։ Վերջին 24 ժամվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ տեղի է ունեցել 8 ռազմական բախում, մարտերն ընթանում, ինչպես ասացի, գրեթե ամբողջ առաջնագծի երկայնքով, ինչպես նաև Ռուսաստանում, Կուրսկի եւ Բելգրադի մարզերում։ Ուկրաինայի պաշտպանության բանակի ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին խոցել են բազում տարածքներ, որտեղ կենտրոնացած էր հակառակորդի անձնակազմը եւ տեխնիկան։ Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր Ռուսաստանի ընդհանուր կորուստների թիվը Ուկրաինայի գլխավոր շտաբը գնահատում է 960,060 զավթիչ։ Վերջին 1 օրվա ընթացքում ռուսները կորցրել են եւս 1170 զինվոր եւ 404 միավոր զինտեխնիկա։ Մեր Telegram-յան ալիքում կան բազում գեղեցիկ կադրեր Ուկրաինայի բանակի ռազմական գործողությունների մասին, ինչպես միշտ է լինում, մարտի դաշտում լավ ծեծ, ավելի ճիշտ ջարդ ուտելուց հետո ռուսները սկսում են թիրախավորել քաղաքացիական մարդկանց բնակչությանը։
Մայիսի 12-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվեցին Ուկրաինայի վրա 108 շահեդ տիպի գրոհային դրոններով, Ուկրաինայի հոբ ուժերը խոցել են 85-ը, հարձակման հետևանքները գրանցվել են Օդեսայի, Նիկոլաևի, Դոնեցկի և Ժիտոմիրի մարզերում։ Դոնեցկի մարզում Ռուսաստանը հարձակվել է քաղաքացիական գնացքի վրա, քաղաքացիական բեռնատար գնացքի։ Մեքենավարը վիրավորվել է շոգեքարշի վրա ռուսական դրոնի հարվածի հետևանքով։ Ռուսները հարձակվեցին նաև Սումիի էներգետիկների վրա, որոնք աշխատում էին քաղաքի օբյեկտներից մեկում, կան զոհեր։ Ռուս ագրեսորները Սումի համայնքի տարածքում դրոնով հարվածել են ծառայողական մեքենային, մեկ էներգետիկ մահացել է։ Երկուշաբթի օրվա համար երևի այսքանով բավարարվենք։ Շնորհակալություն հայտնեմ մեր լսարանին, որ մեզ հետ եք, ակտիվ լայքում եւ տարածում եք մեր եթերները։ Շատ շնորհակալ եմ ձեզ, շատ եք օգնում։ Խնդրեմ այսօր եւս չմոռանալ ակտիվ լայքել եւ տարածել մեր եթերները, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան, թե ինչ է կատարվում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ։ Մեր լսարանին, ինչպես միշտ, ամենալավն ու բարին կհանդիպենք։ Արդյունավետ աշխատանքային շաբաթ եմ մաղթում ձեզ։